Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1477-րդ օրն է։ Ուկրաինան պատժում է Ռուսաստանին ոչնչացնելով ագրեսոր երկրի ռազմական ենթակառուցվածքները, շատ ոգևորիչ կադրեր ունենք մեր Telegram-ում։ Եվրոմիության երկրները կարող են Ուկրաինային տրամադրել 30 միլիարդ եվրոյի առանձին ֆինանսավորում, որը չի պահանջում համաձայնեցում միության բոլոր անդամների հետ, եթե Հունգարիան եւ Սլովակիան շարունակեն արգելափակել 90 միլիարդ եվրոյի վարկը։ Այս մասին հայտնում են Եվրոմիության դիվանագիտական աղբյուրները, այսպիսով մեծ երկրները փորձում են շրջանցել փոքրերի քմահաճույքները։ Իսկ այդ ընթացքում Ամերիկան վերացնում է Իրանի ականների սպառնալիքը Հորմուզի նեղուցում։ Հորմուզի նեղուցը ականապատելու Իրանի մտադրությունների մասին լուրերի ֆոնին Ամերիկան մի շարք հարվածներ է հասցրել իրանական նավերին, այդ թվում 16 ականակիր կատերների, որոնք օգտագործվում էին ականապատման համար։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Հորմուզի նեղուցի մոտակայքում իրանական ականագիրների խոցման փաստը հաստատել է նաև Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսօր ռազմական նորությունները ավելի վառ են, քան 3։ Հուսով եմ մեր Telegram-յան ալիքի հետևորդները արդեն տեսել են Բրյանսկի, Մարիուպոլի, Սամարայի մարզի եւ նույնիսկ Պերմի հարվածների տպավորիչ կադրերը։ Բացի այդ, ֆրոնտում կան ֆեերիկ հարվածներ եւ կտրուկ բեկումներ, որոնց կադրերը խորհուրդ կտամ բաց չթողնել, անպայման դիտեք մեր Telegram-ում, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, QR կոդը ձեր էկրաններին է, նաև բոլոր եթերների նկարագրության մեջ կա հղումը մեր Telegram-ի վրա, անցեք հղումով, եթե QR կոդով հարմար չէ, բաժանորդագրվեք, տարածեք նաև մեր Telegram-յան ալիքը, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ տեղեկանան ռեալ իրադարձություններին։ Տպավորություն է, որ ռուսական բանակը սպառվում է հիմնական ուղղություններում, սակայն սահմանամերձ գոտիներում որոշակի ակտիվություն կա։ Վերջին շրջանում շփոթություն է շատ զգացվում ռուսական բանակի շարքերում եւ հատկապես հրամանատարության մոտ։ Կարծես իրենք են սկսում հասկանալ իրենց գործողությունների անիմաստությունը։ Երեկվա Բրյանսկի հարվածն էր կարծես չափից շատ տպավորվել ռուսների մոտ, ովքեր բաց են թողել տեղեկատվությունը, ասեմ, որ Բրյանսկում խոցվել է Կրեմնի-Էլ ռազմական գործարանը։ Կրեմնի-Էլ-ը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություն է, որը գտնվում է արևմուտքի պատժամիջոցների ներքո։ Այն մասնագիտացած է ռուսական հրթիռային համալիրների համար էլեկտրոնիկայի արտադրության մեջ, մասնավորապես S-300, S-400, Pantsir, Topol-M, Iskander, Yars, Bulava եւ այլն։ Այս սպառազինության գրեթե ողջ տեսականին Ռուսաստանի կողմից կիրառվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայում, այնպես որ գործարանը լեգիտիմ թիրախ էր Ուկրաինայի համար, եւ մինչ մեր բանակը ոչնչացնում է Ռուսաստանի ռազմական կարողությունները, ուկրաինական զինվորականներն ու տեխնոլոգիաները մեծացնում են զենքի արտահանումն ու մարտի կառավարման փորձը, նախագահ Զելենսկին երեկոյան տեղեկացրեց, որ բացի Հորդանանից շահեդ դրոնների որսման գծով Ուկրաինայի պաշտպանության ուժերի մասնագետները մեկնել են նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա եւ Քաթար։ Ուկրաինացի զինվորականները ավելի շատ են մասնակցում աշխարհի տարբեր կետերի պաշտպանության գործընթացին եւ գնալով ավելի են մոտենում մեր հարազատ Հայաստանին։ Հուսանք, որ մի բարի օր կլսենք այն շատ բարի լուրը, որ մեր Հայաստանը արդեն ձեռք կբերի իրական պաշտպանություն, այլ ոչ թե հորինված ռուսականը։ Եթե ոմանց համար նման կարգի տեղեկատվությունը տարօրինակ է թվում, ապա խորհուրդ կտամ դիտել մեր հարցազրույցները ուկրաինական ռազմական փորձագետների հետ, որոնք բազմիցս են իրենց պատրաստակամությունը հայտնել Հայաստանին օգնելու առումով։ Ցավոք Երևանից դեռ արձագանք չկա։ Ուկրաինան եւ Սաուդյան Արաբիան զենքի խոշոր գործարք են նախապատրաստում։ Սաուդցիները արդեն ստորագրել են զենքի մեկ համաձայնագիր Ուկրաինայի հետ, սակայն նախատեսվում են նոր պայմանագրեր Ուկրաինայի եւ Պարսից ծոցի երկրների միջև։ Պաշտպանական համագործակցությունը կարող է դուրս գալ որակական նոր մակարդակի վրա։ Հետաքրքրությունը ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ տարածաշրջանում ուժեղացել է Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Վերլուծաբանների խոսքով Պարսից ծոցի երկրներն ուշադիր հետևում են անօդաչու համակարգերի ոլորտում Ուկրաինայի փորձին եւ դիտարկում են տեխնիկայի գնման, տեխնոլոգիաների փոխանցման կամ ուսուցման համար ուկրաինացի մասնագետների ներգրավման տարբերակներ։ Նշենք, որ որսացող անօդաչուների ուկրաինական զինանոցը ներառում է մի քանի մոդելներ, իսկ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները պնդում են ընդլայնել ռազմական վառելիքի խողովակաշարերի ռազմավարական ցանցը, որպիսի պատրաստ լինեն հնարավոր մեծ պատերազմին։ Ռուսաստանի հետ պատերազմում առանց վառելիքի չմնալու համար Արևելյան Եվրոպան ցանկանում է ընդլայնել ռազմական խողովակաշարերի ցանցը։ Արևելյան Եվրոպայի երկրները ուժեղացնում են ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա, պահանջելով ընդլայնել դեռևս սառը պատերազմի ժամանակներից ստեղծված ռազմական
ռուսական վառելիքի խողովակաշարերի ռազմավարական ցանցը։ Քննարկումներին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ այս գաղափարը առավել ակտիվորեն առաջ են մղում Լեհաստանն ու Ռումինիան։ Նրանք ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ի խողովակաշարային համակարգին, որն այսօր փաստացի ավարտվում է Գերմանիայի տարածքում։ Այս փուլում քննարկվում է երկու հիմնական ուղղություն։ Առաջինը նախատեսում է ՆԱՏՕ-ի խողովակաշարային համակարգի կենտրոնաեվրոպական ճյուղի երկարացում մինչև Լեհաստանի տարածք։ Երկրորդ ուղղությունը նախատեսում է ենթակառուցվածքի ստեղծում, որը կմիավորի Հունաստանը, Բուլղարիան եւ Ռումինիան վառելիքի մատակարարման միասնական ցանցում։ Իրանը ակտիվացնում է քնած գործակալներին արևմուտքի երկրներում։ Ամերիկայի հատուկ ծառայությունները որսացել են մի շարք վերծանված ռադիոհաղորդագրություններ, որոնք նախնական տվյալներով կարող են կապված լինել Իրանի հետ։ Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ այդ ազդանշանները կարող էին օգտագործվել երկրից դուրս գտնվող այսպես կոչված քնած գործակալներին հրահանգներ փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը, հղում անելով դաշնային կառույցների ծառայողական նախազգուշացմանը, որն ուղարկվել իրավապահ մարմիններին։ Հաղորդագրությունները մանրակրկիտ վերծանված են եղել եւ ենթադրաբար նախատեսված են եղել ստացողների սահմանափակ շրջանակի համար։ Մասնագետները գտնում են, որ նման ուղերձները կարող են օգտագործել նախապես պատրաստված գործակալների ցանցի հետ կապ հաստատելու համար, ովքեր գտնվում են արտերկրում եւ երկար ժամանակ ակտիվություն չեն ցուցաբերել, այսինքն քնած գործակալների մասին է խոսքը։ Իդեպ Ուկրաինան արդեն կասկածանք է առաջադրել իրանցի գեներալին։ Ուկրաինայի իրավապահ մարմինները հայտնել են Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կասկածանքի մասին, ում համարում են Ռուսաստանի բանակի համար հարվածային դրոնների ստեղծման ծրագրի առանցքային մասնակիցներից մեկը։ Խոսքը բրիգադային գեներալ Աբդոլլահ Մեհրաբիի մասին է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառույցների ղեկավարներից մեկն է նա։ Մեր լսարանը հիշում է, որ ես բազմիցս կրկնել եմ Ուկրաինայի դեմ հանցագործությունների մեջ բոլոր մեղավորները բացահայտվում են եւ պատասխան կտան Ուկրաինայի առջեւ այս կամ այն կերպ, եթե բախտները բերի, իհարկե դատարանում։ Իսկ ահա ռուս դիկտատոր Վլադիմիր Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը, ով նախկինում համարվում էր Կրեմլի գորշ կարդինալը, փախել է Ռուսաստանից։ Նախնական տվյալներով նա վախեցել է բռնաճնշումներից։ Սուրկովը, ով համարվում է ռուսական աշխարհի այդ ռուսկի միր կոչեցյալի հայեցակարգի հեղինակներից մեկը, դարձել է իր իսկ ստեղծածի զոհը։ Ըստ աղբյուրների ռուսական հատուկ ծառայությունները հետաքննում են նրա մասնակցությունը այն բյուջեների հափշտակմանը, որոնք Կրեմլը հատկացրել էր ուկրաինական Դոնբասի օկուպացիայի համար 14-ից 20 թվականներին։ Սուրկովը շտապ լքել է Ռուսաստանի տարածքը։ Հայտնվում է, որ փախուստի պատճառ է դարձել այն տեղեկատվությունը, որ նախապատրաստվում էին նյութեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործի համար։ Ուժայինները ենթադրաբար կանաչ լույս են ստացել մշակելու այն գործերը, որոնք կապված են ուկրաինական ուղղությամբ համակարգման հետ։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները։ Դե որքան պարտությունը մոտենա, այնքան Կրեմլը պետք է մեղավորներ փնտրի, սա ակնհայտ բան է։ Նշենք, որ այս պահին հնչած տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա։ Սուրկովը դեռևս 20 թվականին հայտնվել էր անհնազանդների ցուցակում եւ հեռացվել իշխանությունից։ Դրանից հետո նա անցել էր ստվեր եւ գրեթե չէր երևում հանրությանը։ Կարևոր է նշել, որ Սուրկովը կենտրոնական դեր է խաղացել Ուկրաինայի դեմ ռուսական հիբրիդային ագրեսիայի մեջ, ինչի համար գտնվում է պատժամիջոցների ներքո։ 2013-ից 20 թվականներին նա եղել է Պուտինի օգնականը եւ պաշտոնապես համակարգել է Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը, այդ թվում Ղրիմի եւ Դոնբասի օկուպացիան։ Սուրկովը փաստացի կառավարում էր այսպես կոչված Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ կազմավորումները, որոնք ստեղծվել էր Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Նա նաեւ Կրեմլի գլխավոր բանակցողներ այսպես կոչված Մինսկի գործընթացում։ Ասեք, որ հաճելի է լսել նման լուրեր։ Միևնույն ժամանակ Ասիայում վառելիքի ճգնաժամի ֆոնին Հնդկաստանը ընդամենը մի քանի օրվա ընթացքում գնել է Ռուսաստանից հասանելի ողջ նավթը, Bloomberg-ն է տեղեկացնում։ Գնումների կտրուկ աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը ժամանակավոր թույլատվություն է տվել պատժամիջոցների բացառությունների շարքում։ Այս թույլատվությունը հնդկական ընկերություններին հնարավորություն է տվել կրկին ավելի ակտիվ աշխատել ռուսական հումքի հետ։ Գնված նավթի մեծ մասը արդեն իսկ գտնվում էր ասիական տարածաշրջանի տանկերների վրա։ Եթե հիշում եք, բազմիցս ասել եմ, որ ծովում անտեր լողացող նավթային տանկերներ կար եւ փաստացի մինչ Թրամփը հրապարակ
հրապարակայնորեն հայտարարեց սանկցիաների մասնակի մեղմացման մասին, Հնդկաստանը արդեն իսկ գնել էր այդ ծովում մնացած նավթը, իսկ ահա ռուս քարոզիչները սկսել են բացահայտ ընդունել, որ Մոսկվան կորցրել է Սևծովյան նավատորմը, կարծես թե կամաց սրանց աչքերը սկսում է բացվել։ Ռուս քարոզիչ Յուրի Կացինոկը, որը հայ հանրությանը ծանոթ է նաև Արցախի մասին նրա նյութերից, նա հրապարակայնորեն խոստովանել է, որ Ռուսաստանը ծովում ջախջախիչ պարտություն է կրել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այսօր մեծ պատերազմի 4 տարի անց Ռուսաստանի Սևծովյան նավատորմը լիովին վնասազերծված է, այն ի վիճակի չէ մասնակցել ագրեսիային եւ ստիպված է թաքնվել։ Այս մասին անկեղծորեն պատմել է ամենահայտնի Z թղթակիցներից մեկը Յուրի Կացինոկը։ Մեջբերեմ ներողություն եմ խնդրում, բայց մեր Սևծովյան նավատորմը հիմա քշված է ծովացոցեր, հակառակորդը Սևծովում առավելություն ունի, որովհետեւ նրա դրոնները փաստացի աշխատում են ողջ ջրատարածքով մեկ եւ նույնիսկ Ստամբուլից դուրս գալիս ռուսական նավերը կարող են խոցվել բոլոր այն նավերը, որը ուկրաինացիները հարկ կհամարեն։ Ցավոք չնայած պաշտոնական աշխույժ զեկույցներին, մենք մեծ խնդիրներ ունենք, որովհետև այն հարվածներից հետո, որոնք ստացանք, Սևծովյան նավատորմը իմ կարծիքով լիովին չի վերականգնվել եւ ձեռք չի բերել լիարժեք ֆլագման, դժգոհել է Կացինոկը։ Դե կարծես օր չի անցնում, որ ռուսները իրենց համար չեն բացահայտում իրականությունը, այն ինչ որ մեր լսարանը գիտի արդեն վաղուց, ռուս հայտնի լրագրողները կարծես հանկարծակի հենց հիմա են իմանում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հարավում բեկման ժամանակ ռուսներին հետ են շպրտել 5 կիլոմետր հաշված օրերի ընթացքում եւ շարժվում են առաջ։ Ուկրաինական բանակը հարավային ուղղությամբ Նավագրիգորևկա գյուղի շրջանում իրականացրել է չափազանց հաջող մեքենայացված գրոհ։ Այս մասին հայտնել է ֆրանսիացի ռազմական վերլուծաբան Կլեման Մոլինը, հրապարակելով տեսանյութեր եւ արբանյակային լուսանկարներ, որոնք հաստատում են ուկրաինական հետևակի ներկայությունը եւ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը։ Ըստ ֆրանսիացի լրագրողի տվյալների, օպերացիան ուղղված է Զապորոժիեի մարզի ուղղությամբ ռուսական հարձակման զսպմանը։ Ուկրաինայի զինված ուժերի հետևակը հաստատված կերպով ներկայացված է դիրքերում, իսկ բուն գործողությունը նպատակ ունի խափանել ռուսական բանակի դեպի արևմուտք հետագա առաջխաղացման պլանները։ Դե գիտեք, ուկրաինական գենշտաբը մինչև օպերացիան չի վերջանում, մանրամասներ չի հայտնում, այնպես որ տեղեկությունները իմանում ենք այլ հավաստի աղբյուրներից, իսկ երեք ռազմաճակատում տեղի է ունեցել 137 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 990 օկուպանտի եւ նրանց 2509 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,275,980-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակման սոցիալական ցանցերում։ Իսկ ես օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում ձեզ ամենօրյա ձեր աջակցության համար, ձեր լայքերով եւ եթերները կիսվելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վերաբերյալ պատկերը ամբողջացնելու համար նշեմ, որ վերջին 4 տարիների ընթացքում Ուկրաինան փաստացի դուրս է բերել Ռուսաստանի հպարտությունը խաղից, այսինքն Սևծովից, թիրախավորելով ռուսական նավերը հրթիռներով, դրոններով եւ մարտական դրոն նավակներով։ Կորուստները ահռելի են։ Ռուսները ստիպված են եղել շտաբ կարգով դուրս բերել իրենց նավերի մնացորդները օկուպացված Ղրիմից եւ թաքցնել դրանք Ուկրաինայից հեռու, սակայն դա ագրեսորին չի փրկել հարվածներից։ 26 թվականի սկզբի դրությամբ ոչնչացված է ռուսական 30 նավ եւ կատեր, այդ թվում Մոսկվա ֆլագմանա Իվանովեց տիպի կորվետները, Ցեզար Կունիկով տիպի խոշոր դեսանտային նավերը, եւս մոտ 20 նավ վնասվել են, այդ թվում Ադմիրալ Էսսան եւ Ադմիրալ Մակարով ֆրեգատները։ Ընդհանուր կորուստները գնահատվում են նավատորմի սկզբնական 80 միավոր կազմի 1/3 կամ նույնիսկ կեսը, իսկ նյութական վնասը կազմում է 7-ից 10 միլիարդ դոլար։ Այսօր Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմը գործնականում կաթվածահար է, մարտունակ նավերի մեծ մասը Ղրիմից տեղափոխվել է Նովորոսիիսկ եւ այլ բազաներ, որտեղ դրանք միևնույն է ենթարկվում են հարձակումների։ Ռուսական նավատորմը կորցրել է իր գերիշխանությունը Սևծովում եւ գրեթե չի մասնակցում Ուկրաինայի դեմ իրականացվող հրթիռային հարվածներին։
Իսկ վերադառնալով Եվրոմիության թեմային, ասեմ, որ Եվրոմիության առաջնորդները հաջորդ շաբաթ կհավաքվեն Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին, հանդիպման օրակարգում է փորձել համոզել Հունգարիային եւ Սլովակիային, որոնք նախկինում սպառնում էին արգելափակել Կիևին տրվող վարկը, Դրուժբա նավթամուղով մատակարարումների դադարեցման պատճառով հրաժարվել վետոից եւ աջակցել տրանշին, եթե Հունգարիայի եւ Սլովակիայի վարչապետները պահպանեն իրենց կոշտ դիրքորոշումը, Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրները պատրաստ են Ուկրաինային հատկացնել առանձին ֆինանսավորում, որը բավարար կլինի տարվա առաջին կիսամյակում երկրի բյուջեն պահպանելու համար, այս մասին հայտնում են Եվրոմիության դիվանագետները։ Ցավոք փաստացի Պուտինի հանցակիցներ դարձած Օրբանին եւ Ֆիցոին հաջողվել է կաթվածահար անել Եվրոմիությունը, եթե եվրոբյուրոկրատիան շարունակի նույն ոգով եւ չիրականացնի հրատապ բարեփոխումներ, դա կհանգեցնի միության փլուզմանը։ Դժվար թե ուժեղ երկրները հանդուրժեն իրենց վզին նստած Հունգարիայի եւ Սլովակիայի նման աղքատ զախողակներին, այս երկրներին Եվրոմիությունում միավորելով Բրյուսելը հույս ուներ նրանց կտրել Մոսկվայից, բայց գործնականում ստացվեց հակառակը, որ այս փոքր երկրները կաթվածահար են անում Եվրոմիության կենսագործունեությունը, եթե մոտ ժամանակներս շտապ միջոցներ չձեռնարկվեն, ռեֆորմներ չարվեն, կառավարման ոլորտում Եվրոմիությունը թվում է թե դատապարտված է։ Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը բացահայտեց թե ՆԱՏՕ-ի եւ թե Եվրոմիության հնացած մոտեցումները, եւ եթե չլիներ Ուկրաինան, ապա Պուտինը Եվրոպայի հետ կաներ այն ամենը, ինչ կցանկանար, հատկապես հաշվի առնելով Թրամփի քաղաքականությունը։ Սրանք չափազանց բացասական փաստեր են, բայց դա է իրականությունը, ցավոք սրտի։ Իդեպ կան հիմնավոր կասկածներ, որ Օրբանը բացի Մոսկվայից էլի հովանավորներ ունի, այս անգամ Եվրոմիության ներսից, եւ եթե դեստրուկտիվ process-ները խորանան, ապա նոր տհաճ դեմքեր կարող ենք տեսնել, բայց հուսանք, որ Եվրոմիությունը կկարողանա հաղթահարել ճգնաժամը, ամենայն դեպս Կայա Կալասը շատ վճռական է տրամադրված, Անտոնիո Կոշտան նույնպես, նույնը վերաբերվում է ֆոն դեր Լայենին, այնպես որ հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը առասպել է անվանել այն պնդումը, թե Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ առավելություն ունի մարտի դաշտում, այն պնդումը, թե Ռուսաստանը Ուկրաինայի պաշտպանության ուժերի նկատմամբ առավելություն ունի մարտի դաշտում, առասպել է, ուկրաինական բանակը դառնում է ավելի արդյունավետ, այս մասին Եվրոմիության դեսպանների համաժողովի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը։ Ֆյոդորովի խոսքով պատերազմի գինը Ռուսաստանի համար անընդհատ աճում է, Ուկրաինայում օկուպացիոն ռուսական բանակը արդեն ավելի շատ մարդ է կորցնում, քան կարողանում է զորահավաքել։ Ուկրաինացի նախարարը կարծում է, որ ռուսական բանակին հնարավորինս շատ կորուստներ հասցնելու ռազմավարությունը ի վերջո կօգնի կանգնեցնել պատերազմը, իսկ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նրա ասված խոսքերը իրականանում են նոր տեմպերով, Ռուսաստանի եւ նրա զորքերի վրա հարվածները այնքան շատ են, որ թշնամին չի կարողանում ուշքի գալ։ Ռուսաստանի Սամարայի մարզում այրվում է խոշորագույն քիմիական գործարանը, իսկ Ղրիմում ռուսական զորքերը բախվել են հոբ խնդիրների հետ։ Մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի Սամարայի մարզում հրդեհ է բռնկվել ռազմավարական նշանակության Կույբիշև ազոտ քիմիական ձեռնարկությունում, հարվածներ են հասցվել նաև օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի 12-րդ զենիթ-արտիլերային գնդի դիվիզիոնի դիրքերին, Ֆյուլենտ Հրվանդանում 12-րդ զենիթ-արտիլերային գնդի ստորաբաժանումը զրկվել է հոբ զինամթերքի պաշարից, այնտեղ ոչնչացվել է Պանցիր S1 զենիթ-արտիլերային համալիրը։ Այս հարվածները վկայում են թերակղզում ռուսական հակաօդային պաշտպանության հնարավորությունների լուրջ անկման մասին, արդեն երկրորդ օրն է տագնապի ազդանշաններ են հնչում Սոչիում, նաև մարտի 11-ին բարի դրոնները այցելել են Պերմի երկրամաս Գուբախա քաղաքի ռուսական արդյունաբերական ձեռնարկություն Metafrax Chemical գործարան, բոլոր կադրերը ինչպես միշտ մեր Telegram-ում են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իր թարմ հաղորդագրության մեջ հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը մարտի 10-ին եւ 11-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել ռուսական զորքերի ռազմական օբյեկտներին, խոցելով վառելիքի, զինամթերքի պահեստներ, հոբ միջոցներ եւ հրամանատարական կետեր։ Մասնավորապես ուկրաինացի զինվորականները խոցել են հակառակորդի առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում Ավդեևկայի շրջանում, խոցվել է նաեւ Բուկ M1 զենիթ-արտիլերային համալիրը Զապորոժիայի մարզի Բագատովկայի շրջանում։ Բացի այդ, պաշտպանության ուժերը Ուկրաինայի հարվածներ են հասցրել ռուսական զորքերի զինամթերքի եւ նյութատեխնիկական միջոցների պահեստներին, մասնավորապես խոցվել է զինամթերքի պահեստ Դոնեցկի մարզի Շիրոկայա-Բալկա շրջանում, նյութատեխնիկական միջոցների պահեստներ Մարիանովկայի եւ Պրիշիբի մոտակայքում, ինչպես նաեւ դրոնների պահեստ Զապորոժիայի մարզի Նովոզլատապոլի շրջանում։ Հաղորդվում է նաեւ Բերձյանսկի եւ Կուզնեցովսկի շրջաններում վառելիքակսուքային նյութերի պահեստ
նավթապահեստների, Բերդյանսկի նավթաբազայի, ինչպես նաև Ղրիմի ժամանակավորապես օկուպացված տարածքում գտնվող Ջանկոյի եւ Ազովսկայի շրջաններում նավթաբազաների խոցման մասին։ Մեր Telegram-ի բաժանորդները հավանաբար տեսել են նաև Մարիուպոլին հասցված հարվածի կադրերը եւ երկրորդական դետոնացիան։ Իսկ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում թշնամու 99 դրոնից 90-ը չեզոքացրել են, միևնույն ժամանակ արձանագրվել է 9 հարվածային դրոնների խոցում 6 վայրերում, ինչպես նաև խոցված բեկորների անկում 3 վայրերում։ Պուտինի պարտվող բանակը փորձում է առավելագույնս վնասել հասարակ քաղաքացիներին։ Խերսոնում ռուս ագրեսորները դրոնով հարվածել են երթուղային տաքսուն, տուժել է 20 մարդ, դրոնով հարվածել են նաև Չեռնիգովի մարզի խանութներից մեկին։ Մարտի 11-ի առավոտյան ռուսական դրոնը հարվածել է Խարկովի մսի կոմբինատին, որի հետևանքով զոհվել են 2 մարդ, վիրավորվել 7-ը։ Դե արի հասկացի, սոված են ռուսները, որ սենց քայլերի են գնում, թե պարզապես մեզ են նախանձում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մարտի դաշտում պարտվելով Պուտինյան բանակը ավելի լայն է բացում ֆաշիստական իր իրական դեմքը։ Օդային ուժերի անցած օրվա ռելիզը ձեր էկրաններին է։ Նաև ձեզ հետ կիսվեմ Իրանից ստացված թարմ տվյալներով։ Թեհրանի բնակիչները բախվել են միգրենի, հազի, մաշկի եւ աչքերի գրգռվածության հետ երկնքից սև անձրևի տեսքով մասնիկների տեղալուց հետո, ինչը հետևել է նավթապահես տարաններին Ամերիկայի եւ Իսրայելի հասցրած հարվածներին։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Մինչդեռ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը սոցիալական ցանցում հրապարակել է Իրանում ռազմական թիրախներին հասցված հարվածների կադրերը։ Իրանական հրթիռային եւ դրոնային հարձակումների քանակը էպիկական կատաղություն գործողության մեկնարկի համեմատ կտրուկ նվազել է, ասվում է հայտարարության մեջ, իսկ էպիկական կատաղություն գործողության առաջին 10 օրվա ընթացքում ամերիկյան բանակը արդեն խորտակել է ավելի քան 50 իրանական ռազմական նավ։ Իր հերթին իսրայելական ռազմաքաղաքական ղեկավարության գնահատմամբ Իրանում իրականացվող ռազմական գործողության միջանկյալ արդյունքները շատ լավն են, բանակը առաջ է շարժվում ըստ թիրախների գրաֆիկից առաջ անցնելով։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա շատ է օգնում մեզ։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։